Հարգելի բարեկամներ, մեր հեռուստաառավոտը շարունակվում է։ Ես հաղորդաժամի սկզբում նշեցի, որ մենք այսօր հյուրեր ենք ունենալու եւ սպասված ու սիրված հյուրեր, ովքեր մեզ մոտ եկել են շատ կարեւոր մի առաքելությամբ եւ առաքելություն, որը այս պահին իրոք Աստծո հաճո առաքելություն է, Աստվածահաճո առաքելություն է եւ որի մասին մենք պետք է այսօր պատմենք մեր հանդիսատեսին, մեր հեռուստադիտողներին եւ իհարկե անհրաժեշտ ու կարեւոր մի բարի գործի մասին, որը պետք է այսօր բացի իր դռները մեր հեռուստատեսության, մեր հեռուստաեթերի օգնությամբ։ Հաճույքով պետք է ներկայացնեմ իմ այսօրվա հյուրերին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Վահան Քահանա Ազարյանին, Տեր Վահան օրհնեցեք, շնորհակալություն, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Վանաձորի Նարեկացի երիտասարդաց միության անդամ Սամվել Վանյանին, բարի լույս Սամվել եւ Էմա Գրիգորյանին, ով նույնպես ներկայացնում է այդ երիտասարդաց կազմակերպությունը, երիտասարդաց միությունը։ Սիրելի հյուրեր, նախ շատ շնորհակալ եմ, որ այսօր մենք միասին ենք եւ այսօր մեր հանրությանը պետք է ներկայացնենք այն գործունեությունը, կարծես թե եւ տարին է մոտենում ավարտին եւ ձեր գործը, ձեր աշխատանքը այսօր պետք է բացի իր դռները մեր հանդիսատեսի առջեւ։ Եվ կցանկանայի նախ հարցս ուղղել Տեր Վահանին։ Տեր Վահան երիտասարդաց միության գործունեության առաքելությունը, նպատակը եւ ովքեր կարող են լինել այս կառույցի անդամ։ Սկսենք հենց դրանից, որովհետեւ ինձ թվում է մեր եթերը դիտող հանդիսատեսը, առավել եւս երիտասարդությունը, ինչ կա որ գուցեև ցանկություն ունենա համալրելու նրանց շարքերը։ Համալրման առումով պետք է ասեմ, որ իհարկե մենք շտապում ենք մեր գործունեության մեջ մշտապես տեղեկացնել, ներկայացնել մեր երիտասարդաց միության անդամների գործունեությունը ժամանակի ընթացքում ծրագրային առումով նաև դա է եղել, որ այցելելով նաև ուսումնական հաստատություններ, երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսի գորանակ կլինեն իհարկե, որտեղ բոլոր երիտասարդներն են հայ եկեղեցու զավակներ են, հետևաբար մենք այդպես առանձնակի նայելով երիտասարդաց միությանը չենք ուզում մասնավորել, որ իբրև հենց այդքանն են հայ եկեղեցու զավակները կամ գործունեություն ծավալողներն են պարզապես նրանք, մի փոքր ավելի ակտիվ այդ կամ այն ուղղությամբ։ Ինչու անհրաժեշտ երիտասարդաց միությունը, որպես մի փոքրիկ գործուն կառույց, որը կարող է որոշակի գործունեություն ծավալել, հատկապես նրա նպատակն է հիմնականում ավելի ակտիվացնել իմացականությունը, ավելի տեղեկացվածությունը մեծացնել երիտասարդների շրջանակում, որովհետև գաղտնիք չէ, երիտասարդները տանողուժն են, հիմնական լոկոմոտիվն են մեր հանրության եւ այսօր առավել եւս քան երբևէ օդի ջրի պես պետք է հայ եկեղեցու մասին իմացությունը, այսինքն եկեղեցանալու խնդիրը ավելի շատ կախված է այսօրվա պետական ռազմավարական քաղաքականության մեջ եւ մենք ուրիշ տեղ չենք, քան բոլորս միասին քրիստոնեական մեր աշխարհընկալմամբ ապրում ենք մեր պետության մեջ, որի ցավ ու դարդը մեր բոլորինս է։ Հետևաբար պետք է լավ իմանալ, որ եթե երիտասարդները իմացականության առումով, գործունեության առումով շատ ավելին չգիտեն, չեն կարող իրենց գործունեությունը ծավալել պետական շինարարության մեջ եւս։ Սա նաեւ նպատակն է այս դրա, որի մեջ կա նախ սատար կանգնել իրենք իրենց, այսինքն եկեղեցուն, իրենք իրենց արժեքներին, դրանցից բխում են տանեկան արժեքները, կրթական արժեքները, մշակութային արժեքները, որոնք պետք է մարդիկ իրենք իրականացնեն։ Այդ իրականացման ճանապարհին մենք տեսնում ենք, որ հիմնական ուժը դրված է երիտասարդության վրա։ Դրամալ երիտասարդաց միության նպատակը հիմնականում հանդիսանում է իմի բերել, հավաքել, երիտասարդների մոտ տեղեկացվածությունը մեծացնել հայ եկեղեցու մասին, ինչու՞ չէ նաև կրոնական գիտելիքների առումով առավել եւս մեծացնել, որովհետև հենց կրոնական գիտելիքների հիման վրա է մշակույթը զարգանում, կրթական իմաստությունը զարգանում, եկեղեցական տոների մասնակցության մասին, հետեւաբար դրանից ազգային տոների մասնակցության մասին։ Մի խոսքով ամբողջականանալու, ընտանիք դառնալու այդ ճանապարհը եկեղեցի իբրև ընտանիք պետք է կանա ընտանիքի բոլոր զավակների համատեղությամբ։ Չի կարող մի զավակը կրավորական դերում լինել, մի զավակ անդադ աշխատել բոլորի փոխարեն։ Դրա համար էլ այն աշխատող զավակները փորձում են հնարավորինս տեղեկացնել ամեն ինչի մասին, դեպի ընտանիք բերել բոլորին, եւ սա առաջին գործունեության մի մասն է երիտասարդաց միության։ Ինչ-ինչ դեպքերում բնական է, տարբերվում են գործունեությունը յուրաքանչյուր տարածքում ամեն մեկը իր կարևոր հանգամանքն է բերում, հատկապես մեր տարածաշրջանում
նույնպես։ Վանադու երիտասարդական միությունը, որ կրում են Արեգացի անունը, իր հատուկ ուղղվածությունն է վերցնում առաքելությունը տեսնելով քաղաքում եղած խնդիրները։ Մյուս տեղին ավելի շատ կարևորում է միգուցե գյուղական համայնքին հարիր խնդիրների շուրջ մտածել եւ այդպես կարգավորում է գլուխ ունենալով առաջնորդին եւ թեմակալ առաջնորդի հանրությամբ էլ առաջնորդում են յուրաքանչյուր իրենց հոգեվոր հովի թիկունքին կանգնած այդպես իբրև համայնք ձևավորվելու որովհետեւ մենք ոչ միայն ամբողջ հանրությունը, քաղաքային հանրությունը համայնքային տեսք ստանա եկեղեցական առումով, այլ մասնավոր հանրությունը նույնպես, ովքեր որ մշտապես գիտակցում են նրա կարևորությունը։ Հա, սա այդպես ընդհանուր բացատրությունն է, որ այդ կուզենայի տալ իր կարևորությունից ելնելով։ Մի խոսքով, հոգևոր հովիվ սպասավոր, ով գիտի ում է սպասավորում։ Շատ լավ, շնորհակալություն եւ այժմ ես կուզեի իմ հարցս ուղղել մեր հյուրերին, երիտասարդներին եւ կուզեի իմանալ թե ինչ այս երիտասարդաց միությունը ինչ ծրագրեր է իրականացրել, ինչ դժվարությունների հետ է առնչվել, ինչ խնդիրներ է հաղթահարել, ինչպես է կարողացել կայանալ ընդունվել, սիրվել, ես սա հենց այնպես չեմ ասում, որովհետև աշխատանքի բերումով ես եղել եմ բազմաթիվ ընտանիքներում, ովքեր զգացել են այս երեխաների, այս երիտասարդների ջերմությունը, եւ կուզեի մի փոքր հետադարձ հայացք դու կամ Սամվելը գցեիք ձեր անցած ճանապարհին եւ ինչպես սկսվեց այս ամենը եւ նախաձեռնությունը ումն էր եւ որտեղ եղաք, ինչ ծրագրեր իրականացրեցիք ձեր անցած ուղու ընթացքում։ Ով կպատասխանի կամ երկուսդ միասին։ Երիտասարդաց միությունը դեռևս 2001-2002 թվականներին է, որ ստեղծվել է, բայց պարբերաբար սերնդափոխության արդյունքում նոր կազմ է հաստատվել, վերջին, այսպես ասած, այս պահին գործող կազմը հաստատվել է 2011 թվականին եւ թեմակալ առաջնորդի օրհնությամբ իրականացնում ենք ամեն տեսակի միջոցառում, ինչը որ կնպաստի երիտասարդին եկեղեցուն ավելի մոտ դարձնելուն, տաղավար տոներին միջոցառումներից, ուխտագնացություններից, խաչերթերից, նաև բանավեճ քննարկումներ, ֆիլմի ցուցադրություններ եւ այլ այդ ամենից զատ երիտասարդաց միության այսպես հատկանշական կարևոր ծրագրերից մեկը պահպանենք մեր մշակութային արժեքները ծրագիրն է, որը որ նպատակ ունի թեմի տարածաշրջանում խոնարհված եկեղեցիների մատուռների բարեկարգման աշխատանք կատարել, նաև ձեռք մեկն իր բարեգործական ծրագիրը, որոնք որ այսպես ասած քաղաքում համենայն դեպս առավել մեծ արձագանք են գտել եւ ոչ միայն մասնակցությունը դրանց բերել են երիտասարդաց միության անդամները, այլև քաղաքի բնակիչները առհասարակ տարբեր հասարակական կազմակերպություններ, բուհերից ներկայացուցիչներ եւ այլն։ Իսկ խնդիրները եւ դժվարությունները ամեն տեսակ գործ իր դժվարությունն ու իր բարդությունը ունի, բայց քանի որ այն արդեն իսկ մեր գործունեությունը նպատակ, այսպես ասեմ, եկեղեցահաճո, եկեղեցանպաստ եւ հայրենաշեն է, հետեւաբար դրանք էլ աստծո կամոք հեշտ հաղթահարելի են դարձել մեզ համար։ Շատ լավ։ Սամվել կուզենայի քո գործունեության մասին պատմեիր, այ որն է քո դերը կոնկրետ երիտասարդաց միության մեջ եւ ինչ ես անում դու քո անելիքը։ Խնդրեմ։ Հիմնականում երիտասարդական միությունում ես զբաղվում եմ մշակութային ծրագրերով, այսպես ասած, միջոցառումների կազմակերպում, ժամանց, չգիտեմ, այդ առումով ավելի շատ իմ գործունեությունը այդ ուղղվածությամբ է։ Ինչ տարիքային այսպես սահմաններ ունեք կոնկրետ երիտասարդական միությունում մոտ 14 տարեկանից երևի թե մինչև անսահմանափակ ճիշտն ասած որպես այդպեսին տարիքային սահմանափակում չկա, հա, դեռ նման խնդիր չենք ունեցել, ասենք որ տարիքը լինի, հա, տարիքային ինչ-որ խնդիր չկա, շատ փոքր։ Իսկ երիտասարդություն երբեք չի նվազում։ Այո, դա իհարկե դա գալիս է նրանց լավատեսությունից։ Եվ իհարկե կոնկրետ ես կուզեի պատմեի քո վերջին մշակութային ծրագրի մասին։ Ես չեմ ուզում անցյալին շատ անդրադառնանք։ Վերջերս ինչ ես կազմակերպել եւ ինչ արդյոք արդարացան քո սպասելիքները։ Ճիշտն ասած, ամեն տարի որ իրականացվում ենք շատ հաջող է ստացվում, դա Սուրբ Սարգսիտոնի նվիրված միջոցառումն է։ Ես մի քիչ խոսում եմ մեծ ծավալ, մեծ մասշտաբով, մեծ արձագանք ունեցող ծրագրի միջոցառման մասին, սա երիտասարդական միջոցառում էր, որ ավելի շատ ժամանցային բնույթ էր կրում,
երկ, պար, ասմունք եւ այլն։ Ինքը ուներ ավելի շատ իրազեկող բնույթ, այնպես ենք անում հիմնականում, ես ասեմ միջոցառումներ կազմակերպելու առանձնահատկություն ոնց է լինում, աշխատում ենք այնպես անել, որ չգիտեմ, ժամանցային այդ գեղեցիկ գունավոր երիտասարդական միջոցառումներում մի փոքր sense եկեղեցական հոգևոր սերմեր անպայման պարտադիր տարածենք, իհարկե այնպիսի չափաբաժնով, որ չգիտեմ, մեր հասարակությունում ընդունված է շատ կտրուկ արձագանքել, երբ որ հարցը վերաբերում է եկեղեցուն, հոգևոր կյանքին, դրա համար փորձում ենք փոքր քայլերով, ասած ներմուծվել, իրազեկել եւ ներմուծվել։ Շատ լավ։ Հարգելի բարեկամներ, մենք ունենք նաեւ տեսանյութ, գիտեք տեսանյութը, որից հետո մենք արդեն կանդրադառնանք մեր այսօրվա հանդիպման բուն թեմային, ամենայն հավանականությամբ եւ իհարկե պետք է մեր հեռուստադիտողները չեն համբերում, մեզ զանգահարում են, դիտում ենք տեսանյութը, որը առնչվում է մեր այսօրվա հանդիպմանը, սիրելի բարեկամներ, եւ շարունակում ենք մեր այսօրվա զրույցը հյուրերի հետ։ Մեզ հետ մնացեք։ Սադաշինչյան հայտնի այս խոսքը Վանաձորի Նարեկաթի եկեղեցատեր երիտասարդական միության անդամների կարգախոսն էր։ Այս տարվա բարեգործական ծրագիրն իրականացնելիս Հուգարաց թեմի առաջնորդ Տերտեբու arczepiskopos Շուլջանի օրհնությամբ ձեռք մեկնի ծրագիրն իրականացվեց դեկտեմբերի 10-ից 29։ Երիտասարդներն ամանորյա եւ սուբծննդյան գնումների հարցում օգնեցին Վանաձորի շուրջ 30 անապահով ընտանիքների։ Հայամատություն նախորդ տարվա այս տարի ավելի ընդլայն է ծրագիրը իրականացվել ու 20-ից ավելի ընտանիքներ են կարողացել աջակցել։ Հիմնականում առանձնահատկություն է այս ծրագրի նաև նրանում է կայանում, որ կոնկրետ ծրագրին մասնակցում են հենց հասարակության անդամներ, հենց բնակիչները եւ հետաքրքիր յուրահատկությունը հենց նա է, որ բնակիչները իրենք են այս մթերքները հավաքում սննդամթերքը, նաեւ գումարը, որով գնվում է սննդամթերք, նաեւ հագուստը, այսինքն հենց իրենք են մասնակից դառնում այս ծրագրի։ Բարեգործական ծրագրին միացել էին նաեւ քաղաքի մի քանի խոշոր խանութների բարեգութ գնորդները։ Քաղաքում եղան խանութներ, որոնք մերժեցին ծրագրի անցկացումը իրենց խանութներում։ Չեմ կարող բացատրել ինչն է պատճառը, բայց միանշանակ ամոթ է հայ ազգին, որ այդ բարեգործություն անել կարողանալով բարեգործություն անել չեն անում։ Շնորհակալություն ենք հայտնում այն խանութների տնօրեններին, ովքեր թույլ տվեցին իրենց խանութներում ծրագիրն անցկացնել։ Միության հոգևոր պատասխանատու Տեր Ստեփանոս Քահանա Մարգարյանի հետ երիտասարդներն այցելեցին այդ 30 ընտանիքները, նրանց համար դարձնելով իրական տոն եւ անակնկալ։ Մեր երիտասարդաց միությունը փորձում է ամեն անգամ հնարավորինս մեր ներուժի չափով օգտակար լինել մեր բնակչության անապահով խավին։ Տվյալ դեպքում տեսնում ենք, որ այս տարի կրկնապատկվել է մեր ձեռք մեկնիչ ծրագրի շրջանակները եւ անցյալ տարվա համեմատ մոտ 13 բնակարանով ավելացել են, որոնց օգնության ձեռք ենք մեկնում, իրավի նաև մեր քաղաքի բնակչության միջամտությամբ եւ անմիջական օգնությամբ։ Աստված բոլոր բարի նախաձեռնողներին երկար տարիների կյանք տա, որպեսզի բարեգործությունը դառնա համաժողովրդական, համազգային մի մեծ ծրագիր։ Դիվան Գուգարաց թեմի Հարգելի բարեկամներ, մեր հեռուստաառավոտը շարունակում է, իմ այսօրվա հյուրերն են Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մար եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան Քահանա Ազարյանը, նաև հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Վանաձորի Նարեկացի երիտասարդաց միության անդամներ Սամվել Վանյանը եւ Էմմա Գրիգորյանը։ Ձեռք մեկնիր, սիրելի հյուրեր, շատ խորհրդանշական եւ բոլոր ծրագրերից տարբերվող, ես կասեի, խորհրդանշական վերնագիր եք ընտրել, խորագիր եք ընտրել ձեր ծրագրին, ումն էր այս նախաձեռնությունը, ումն էր հենց ձեռք մեկնիրի այս կապը, այս անհրաժեշտությունը եւ ինչպես սկսվեց այս ամենը։ Սկսենք այժմ զրուցել այն թեմայի շուրջ, որի համար որ մենք այսօր եկել ենք, անցած ուղում ծանոթացանք, իսկ հիմա խոսենք ձեռք մեկնիր ծրագրից, ով կպատմի այս մասին։ Տեր Վահան, գուցե դուք։
Սիրով ես ուղղակի կուզենամ ասել, որովհետև այդ ծրագիրը հոգեվորականներից նախաձեռնությունը չէր, դրա համար ես մեծ սիրով ուզում եմ ասել, որովհետև երեխեքին պիտի գովեմ տվյալ դեպքում։ Իրենք մշտապես որ հավաքում են նոր ծրագրեր մտահղանալու, գործելու, հենց այն իմ նախորդ ասացի իրական բնույթն է, որ իրենց մենք չէ որ անընդհատ ասում ենք, գիտեք, էսա պետք անել, այնա պետք անել, ոչ, իրենք հավաքված են արդեն եւ մտածում են ինչ կարելի անել համայնքային ծրագիր, ընդհանուր գործունեություն, որովհետև շատերին թվում է թե եկեղեցա մերձ ծրագրերը պիտի վերաբերեն միայն զուտ կրոնական, ներտաճարային ինչ-որ ծրագրերին, այդ երեխեք առավոտի տիրի գուն ասենք ածվածաշրջաններից հատես չեն գցում, գլխաշորը գլխին խելոք ինչ-որ պատի տակ ծվարադի եւ այլն, ինչ-որ տպավորությունը լրիվ այլ է, որի հետ բնավ կապ չունի, այն ինչ-որ պիտի արվի։ Իրենք աղոթասեր են, իրենք աստվածասեր են, հետևաբար դրանից սկսում է բխել այն ծառայությունը, որտեղ ասում է ավատն առանց գործերի մեռած է։ Եվ ասում է, եթե հավատք ունես, կենդանի ջրերի գետեր պիտի հոսեն քեզանից։ Եթե Աստված գործում է մարդկանց մեջ, խոսում է միտք է տալիս, իրեն նմանին պետք է ինչ-որ ձևով ձեռք մեկնի, օգնի։ Հետո իրենց մեջ շատ հստակ տարիներ առաջ, շուրջ 5 տարի առաջ համարյա թե ծագած ծրագիրը մտավախություններով այսպես ծագած ինչպես կլինի, ոնց կլինի, բայց այնուամենայնիվ կարծես թե մեր հանրությունը պատրաստ էր աջակցելու նրան, ով որ իր փոխարեն կարծես թե գիտի ինչ է անում։ Ինձ համար որպես քաղաքացի շատ ավելի հեշտ է ընդամենը խանութում երբ եմ գնումներ կատարել, 1-2 բանով արագ օգտակար լինել եւ իմ մտությունն էր որ ես ինչ-որ բարեգործության մասնակցեցի։ Եվ որքան էլ ավելի ինչ-որ միտեղ նաեւ հեշտ է կազմակերպողի համար, որ չի ընկնում դռնեդուր ինչ-որ բաներ բացատրելու։ Եկեք բոլորս միասին օգտագործենք այդ ինչ հնարավորությունը, այդ ընտրյալ դեպքում երիտասարդների ուժը, մտահղացումը, իրենք որ իրենց ամբողջ ժամանակ իրենց ընտանիքներից կտրել են ու ընկել խանութներ, գործարաններ, տներ, այս կողմ այն կողմ ինչ-որ բան են ուզում իրականացնել, եւ ուղղակի դա կատարվում է անմիջականորեն գտած մի քանի ընտանիքների համար։ Ծրագիրը հրաշալի ծրագիր էր դառնումով մենք ողջունեցինք, թե մի առաջնորդը պարզապես իր օգնությունը հստակորեն բերեց այդ հարցում, ասել որ հրաշալի ծրագիր է կազմակերպվեց այդ առումով եւ Տեբուսը բազանի առաջնորդությամբ եւ օգնությամբ միանգամից ծրագիրը փորձեց այնուամենայնիվ մեկնարկել իր բարդություններով ամբողջությամբ։ Եվ մենք մենտեկան այն պտուղները, նաև այն անելիքները, որ հաջորդ տարի պիտի ուղղվեր, շտկվեր, նոր ձևերով, նոր կերպերով։ Այս տարի կարծեմ նախատեսել են եւս մի քանի այլ տարբերակներով նույնպես մոտեցում ցուցաբերել եւ մեկնարկը սկսել։ Ասեմ որ նոր մի քիչ առաջ խորհրդատում եմ սա շուրջ որ այո ձեռք մեկնելը դադար չի առնում ամբողջ տարի։ Մեր քաղաքացիները կարծես արդեն գիտեն դրա մասին եւ հագուստների առումով, սննդի առումով, գումարի անգամ տեսքով հաճախ նաեւ պատահում է այդպես, գալիս են ասում են մենք ուզում ենք հայ հիմա ձեռքից կա այդ բանը անելու, թողնեմ ձեզ մոտ ան։ Մի անգամից կազմակերպում է դա ընտանիք որ նկատի առնված, մի անգամից ուղղվում է դա շաբաթի ուրեմն տարբերությամբ։ Դա կլինի հագուստ, կոշկեղենը կամ սնունդը ինչ որ մի կերպ, որովհետեւ այդ ընտանիքները միշտ կան։ Նրանց մոտ խնդիրները միշտ կա եւ այդպես դանադան լուծելու տարբերակներ չնայած ասեմ որ հիմնականում նաեւ ուզում են կոնկրետանալ ընդամենը մի ասենք տոնի շուրջ որպեսզի այդ ընտանիքների մոտ նաեւ չսևեռվի մի գիտակցություն որ իրենք կարող են տանը նստել ոչինչ չանել որտեղ իրենց սոցիալական վիճակի մասին գիտեն վերանները բաց նստում սպասում թե պիտի իրենց կերակրողը հայտնվի ոչ պարզապես տվյալ բան իսկապես տոնական ինչ որ մի իրավիճակը ավելի զվարթ դարձնելու համար տանում ենք այդ րոպեին հասցնում իրեն, որովհետև այս վարքյանին նա չունի այդ հնարավորություն։ Այսքանը կարծես իհարկե ծրագիրը դեռ կշարունակվի երկար տարիներ, քանի դեռ ինձ թվում է երեխեքը կարողանում են իսկապես նախաձեռնությունները դնել, անել, մեր հանրությունը պատրաստ է կամ հետևյալ մասին, արդեն կարելի է ասել, որ այն բոլոր մտավախությունները ինչպես կընդունվի, ոնց կընդունվի, ում կողմից է եւ այլն, այդ բոլորը արդեն չկան, կա գիտակցություն, կա իմացությունը եւ պիտի փորձվի իսկապես բոլորի ուժերը համախմբել ուղղակի կազմակերպողը պետք տվյալ դեպքում երիտասարդական միջին կազմակերպել։ Շատ լավ խոսքս ուզում եմ ուղղել հենց երիտասարդներին, Էմմա եւ Սամվել, որտեղից եք քաղում ինֆորմացիան, տեղեկատվությունը, որտեղից եք իմանում անապահով ընտանիքների սոցիալապես խոցված խավերի մասին, ով է այդ գործունեությամբ զբաղվում եւ հավաքագրվում, որտեղ են հավաքագրում, ինչպես է այս գործընթացը կազմակերպվում եւ մի քիչ այդ մասին ես կուզեի ձեզնից պատմեին որևէ մեկը։ Արդեն տարիներ է ինչ ծրագիրը գործում է եւ առաջի տարին մենք
սոցիալական այդ ծառայությունների բաժնից վերցրեցինք կարիքով ընտանիքների հասցեներ եւ արդեն նախապես տնայցերով, որպեսզի տեսնենք իրապես ընտանիքին չի կարիք ունի, այո, եւ կոնկրետ ինչի կարիք ունի նա, այդպես գրառումներով մենք ունեցանք փոքրիկ բազա, հա, ընտանիքների ցուցակ, հետագայում արդեն քանի որ ծրագիրը արդեն անուն ուներ, հա, քաղաքում որոշակիորեն հնչում էր, հետեւաբար մեզ հաճախակի զանգահարում էին ոչ այնքան օգնելու համար ընտանիքին, այլ որքան որ հենց այդ ընտանիքների կարիք ունեցող ընտանիքները զանգահարում են եւ իրենց հասցեն էին տալիս։ Մենք այդպես այցելություններով բարբերաբար եւ այլն արդեն ունեինք կազմում ենք մեզ համար ցուցակը, ցանկը ընտանիքների եւ այդպես է համալրվում եւ ինչպես ասեցի սոցիալական ծառայության կենտրոնից նաեւ թեմում հատկապես, հա, այդպես աղքատ ընտանիքները հիմնականում այսպես իրենց ապավեն, հա, առաջնահերթ տեսնում են եկեղեցին եւ հետեւաբար ամեն տարի ամեն ամիս որոշակի քանակի մարդիկ այցելում են եկեղեցի այդ նպատակով, նաեւ դիմում են առաջնորդարան, հետեւաբար արդեն իսկ կար որոշ մի փոքրիկ այսպես ասած սեփական ցանկը եւ դրան համալրվեց արդեն մեր ունեցածը եւ ծրագրի հնչողության արդյունքում նաեւ արդեն աղքատներն են իրենք գալիս, իրենք թակում դուռը, այդպես ձևավորվեց մի ամբողջ քանակ։ Այս բանին քանի շահառուկա, քանի ընտանիք է կարողանում աջակցել մոտավորապես թիվ կարող ես ասել եմ։ Առաջին տարին 16 ընտանիք են կարողացել օգնել, երկրորդ տարին 24, երրորդ տարին 70 կարողացան։ Այսինքն ընդհանուր 110 ընտանիքի անցնող տարիների արդյունքում 110 ընտանիքի կարողացել են օգնել, ասեմ որ ոչ միայն Վանաձոր քաղաքի, այլ նաև անցած տարի Շահումյան համայնքի, Վարդաբլուր, Կուրթան համայնքների 10 ընտանիքներ յուրաքանչյուր համայնքից։ Այս տարի հույս ունենք, որ պիտի գերազանցենք եւ դա արդեն իհարկե կախված է քաղաքացիների ակտիվությունից ու մասնակցությունից։ Ես ուղղակի կուզեի ծրագրի մի փոքրիկ առանձնահատկության մասին նաև նշել, որ նպատակը միայն նյութական օգնություն ցուցաբերելը չէ այդ ընտանիքներին, այլ նաև հետագայում մենք կապ ենք հաստատում իրենց հետ եւ այսպես փոքրիկ համայնք է ձևավորվում, հա, ասեմ որ օրինակ միայնակ ծերերը, տատիկներ, պապիկները միայն սննդի կամ նյութական օգնության կարիք չի որ ունեն, այլ նաև իրենց հետ ինչ-որ մեկը նստի, խոսի, մխիթարի, այո, շփվի, այդ տեսակ օգնություն կամ ասենք, եթե կան բազմազավակ ընտանիքներ, ինչի վրա մենք ավելի շատ շեշտադրություն ենք անում, բազմազավակ ընտանիքների այդպես երեխաներին մենք ահա տեսնում ենք կադրեր մեր հեռուստաէկրանների վրա, մեր հանդիսատեսը նույնպես հերթական տնայցներն է երևի, այո։ Շարունակիր Էմա։ Եվ այդ բազմազավակ ընտանիքների երեխաներին եւս ընդգրկում ենք Զանգակ կրթամշակութային կենտրոնի կառավարության խմբակրի այլ խմբակներ կնիվել, այդ կերպ փորձելով նաեւ այդ ընտանիքների երեխաներին կտրել պարապուրտից, հա, ու իրենց շնորհները, իրենց կարողությունները, իրենց բացելու, բացահայտելու, այո, ընդունակությունները, անշուշտ բարին։ Նաև նպատակը ծրագրի դա է։ Շատ լավ։ Եվ իհարկե հետաքրքիր է այդ տարին է մոտենում իր ավարտին, ես կուզեի դուք նաև պատմեիք, թե այս մի քանի օրերի ընթացքում, մեկ ամիս ժամանակ ունենք, ինչ է պատրաստվում անել ձեր միությունը, ինչ ծրագրեր ունեք, եթե իհարկե դրա արդեն որոշված ինչ-որ բաներ կան, կուզեի որ պատմեիք։ Խնդրեմ։ Հիմնականը ձեռք մեկնիչն է, պիտի մի ամիս, այսպես ամբողջ ամիս այո պիտի ընթանա, մեկնարկը դեկտեմբերի 1-ից է, իսկ արդեն մանրամասները երևի թե Սամվելը։ Խնդրեմ Սամվել, իհարկե։ Մենք ճիշտ ասած որոշեցինք, որ մեր ամբողջ ուժերով, հա, կտրամադրվենք հենց այդ ծրագրին, այսինքն զուգահեռ որից էլ ծրագիր այս ամսվա ընթացքում երևի թե չենք իրագործի։ Ծրագիրը կմեկնարկի, ինչպես ասացի, ման դեկտեմբերի 1-ից մենք նախորդ պետք է պայմանավորվածություն ձեռք բերենք խանութների տնօրենների հետ, այդ հարցով երևի թե ճիշտ առիթ է խնդրել մեր քաղաքացիներին օգնել մեզ, հա, ակտիվություն ցուցաբերել իհարկե։ Հետագայում թույլտվություն ունի անշուշտ։ Նաև մեր քաղաքացիները հագուստի տեսքով, որովհետև
ճիշտ է, մենք այդ պահին մտածում ենք, որ հին հագուստը երևի թե որևիցե մեկին պետք չէ, բայց իրականում այդ հին հագուստի կարիքն էլ շատ-շատերը ունեն։ Սկսում ենք արդեն հավաքագրել ոչ թե հավաքագրել, այլ հավաքել նաև պարզապես հագուստ։ Այո։ Որոնք հետագայում տրվելու են այդ ընտանիքների։ Նաև քաղաքի արտադրամասերին, ասեմ, որ նախորդ տարի մեզ նաև շատ օգնեցին քաղաքի որոշակի արտադրամասեր, նաև կարի ֆաբրիկաներ, հա, հրուշակեղենի, կաթնամթերքի, զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերը մեզ օգնեցին նաև բանկերը, բուհերը, դպրոցները, անհատներ, անշուշտ, եւ նաև նույնիսկ արտասահմանից։ Այո, արտասահմանից բավական արձագանք եղավ, նաև ասեմ, որ քաղաքի խոշոր խանութները եւ առաջիկայում եւս պատրաստվում ենք թույլտվություն ձեռք բերելով անշուշտ նորից աջակցություն հայցել այդ կազմակերպություններից։ Շատ լավ, հարգելի բարեկամներ, դուք այս պահին ներկա եք մի հետաքրքիր հանդիպման, որը հենց ձեռք մեկնիր է կոչվում եւ մենք ակնկալում ենք մեր բոլոր հեռուստադիտողների, կազմակերպությունների, խոշոր ձեռնարկատերերի, անհատների ձեռքի մեկնումը այս բարի գործին եւ ինձ թվում է, որ սա շատ կարեւոր եւ անհրաժեշտ է սոցիալապես անապահով խավի կողքին լինել եւ նրանց տրամադրությունը բարձրացնել այն փոքրիկ վերաբերմունքով, որ կարողանում են այս երիտասարդները ցուցաբերել եւ իհարկե ես կցանկանայի դուք թողնեիք ձեր կոորդինատները ներկայացնեիք մեր հանրությանը, ձեր հասցեն, ձեր հեռախոսահամարները, որպեսզի մեր հեռուստադիտողները ես համոզված եմ, որ մեր եթերի արդյունավետությունը բավականին բարձր է եւ մեր եթերի միջոցով մեր հեռուստադիտողները արդեն իսկ մեր եթերաժամից հետո երբ դուք թողնեք գնաք անպայման ձեզ փնտրելու են։ Ես կուզեի, որ ձեր կոորդինատները անպայման պարտադիր մի քանի անգամ ներկայացվեին մեր եթերում։ Ես խոստանում եմ ամբողջ շաբաթվա ընթացքում մեր Բարի լույսի Վանաձորյան Բարի լույսի շրջանակներում պարբերաբար ձեր հասցեն, ձեր հեռախոսահամարները մեր ստեղծագործական խմբի այո, արդեն մենք պատրաստ ենք ձեռք մեկնել, լինել ձեր կողքին եւ անընդհատ ներկայացնել ձեր կոորդինատները, իհարկե սկսելու եք բնականաբար դուք։ Երբ, որտեղ, որ ժամին, ինչ հեռախոսահամարով, որ ժամից որ ժամը կարող են ձեզ գտնել, ում դիմել, ինչպես դիմել, ինչ բերել, երբ անել այդ ամենը։ Էմա, խնդրեմ։ Մենք ունենք հաշվեհամար բանկում բացված, որը որ եթե դուք այսպես ասեմ, թույլատրեցիք արդեն իսկ, եթերով կհնչի, ես իսպայն դուք կթողնեք գնալուց առաջ անպայման հեռախոսահամարը եւս, իսկ գրասենյակը գտնվում է առաջնորդանի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուից, հենց նույն հասցեով է, հասցեն նույնն է։ Քալի հենց եկեղեցին համարել որտեղ։ Այո, հենց եկեղեցին։ Եվ ասեմ, որ արդեն իսկ հայտարարությունները մենք թե սոցիալական կայքերով, թե հեռուստաընկերություններով պիտի փորձենք տարածել, թե թռուցիկների միջոցով, նաև պարզապես եկեղեցիներում հայտարարություններ փակցնելով, կարող են աջակցել բոլորը, կարող են մեզ զանգահարել առավոտյան ժամից սկսած մինչ երեկոյան, չգիտեմ, մինչ գիշեր երևի թե, կարող են մեզ օգնել տաք ձմեռային հագուստներով անհրաժեշտություն կա, այո, կարող են մեզ օգնել սննդամթերքով, եթե թույլտվություն ստանանք անշուշտ խանութներից, մեր արկղերը կդրվեն խանութներում եւ սննդամթերքը յուրաքանչյուր, այսպես ասեմ, գնորդ կարող է մի փոքրիկ ներդրում ունենալ սննդամթերք գցելով այդ արկղի մեջ։ Բացի այդ կարող են նաեւ պարզապես զանգահարել որոշակիորեն, ասենք ինչ որ մի սննդամթերք կլինի, չգիտեմ, բանջարեղեն կլինի, ինչ որ կլինի, կարող են բերել եւս Նարեկացի եկեղեցու այդ գրասենյակը մեր, նաև գումարային կարող է լինել, մենք հույս ունենք, որ այս տարի կկարողանանք գոնե գումարային մի փոքր ամեն տարի հավաքված գումարը միշտ փորձել ենք վերածել կրկին սննդի կամ ասենք վառելափայտի եւ այդպես բաժանել ընտանիքներին, բայց հույս ունենք այս տարի կկարողանանք նաեւ գումարային օգնություն ցույցաբերել այդ ընտանիքներին, այսինքն այնքան հավաքած կունենանք, որ կկարողանանք։ Ասեմ, որ մեր բոլոր հաշվետվությունները նախորդ տարիների եւս եւ ընտանիքների ցուցակները եւ այսպես ասած ծախսված գումարի ամբողջ տնօրինումը կարող են գտնել մեր հեռուստադիտողները մեր էլեկտրոնային հասցեով gugaraztem.blogspot.com, այնտեղ ամբողջ հաշվետվությունները ներկայացված են։ Եվ անշուշտ կարող են նաև թե բանկային այդ հաշվեհամարի միջոցով եւ թե զանգով տեսնելով եւ այլմես նաև մեզ գումար փոխանցել այդ ընտանիքների համար։ Կարծում եմ հիմնականը այսքանն է։
Ամեն ինչ բարձ է։ Հարգելի բարեկամներ, ամեն ինչ բարձ է ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով, ձեր փոքրիկ ներդրումներով, հագուստի տեսքով լինի դա, սննդի տեսքով լինի դա, կարող եք այցելել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից համապատասխան գրասենյակ, որի դռները միշտ բաց են վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրելիներս, այս գեղեցիկ հանդիպման համար, եւ ես համոզված եմ, որ ձերք մեկնիրը հաղթական ընթացք է ունենալու անշուշտ եւ շնորհիվ ձեր ակտիվության, շնորհիվ ձեր համբերության, շնորհիվ ձեր համախմբվածության դուք կարողանալու եք անպայման հասնել դրական արդյունքի, իսկ ես մեր հեռուստադիտողներին, մեր համաքաղաքացիներին հորդորում եմ անպայման ցուցաբերել ակտիվություն եւ օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Սիրելի հյուրեր, որպես վերջաբան մեր այսօրվա հանդիպման ես կուզեի ձեր սրտի խոսքը, ձեր բարեմաղթանքը, ձեր ուղերձը, ինչու՞ չէ նաև գալիք ամանորի կապակցությամբ ձեր շնորհավորական խոսքը հղեիք այն մարդկանց, ովքեր այսքան ժամանակ հետևեցին մեր եթերային ընթացքին։ Վերջաբանի փոխարեն խնդրեմ Տեր Վահան սիրով ձեզ իհարկե ես կուզենայի միայն պակել երկար ժամանակ ուղի եթերում չէինք եղել եւ կարծես թե անհրաժեշտություն է առաջանում ժամանակ առ ժամանակ խոսելու, խորհրդատելու, մեր խնդիրները ի հայտ բերելու, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ այսուհետ մեզ իսկապես եւ գալիք տարվա համար հույս ունենք, որ երբ ամփոփենք նոր այդ անցած տարին, երբ իմի բերենք ձեռքբերումները եւ փորձենք նորերի մասին մտածել, իսկապես հիշենք, որ մենք նորանալու, թարմանալու, առավել եւս Աստծո հորդորներով, ավետարանի խոսքով ապրելու, այն ավետարանը իսկապես գործի դնելու ժամն է։ Երբեք ուշ չէ դառնալ, երբեք ուշ չէ գործել։ Այս ծրագրի շուրջ էլ կուզենայի ասել մեր սուրբերից մեկի խոսքով, որ Աստված չի նայում մեր տվածի չափին, այլ մեր տալու տրամադրությանը։ Հետևաբար այսպես էլ թող գործենք, որովհետեւ մեկը չափի գիտես իմ գրպանում ոչինչ չկա, որովհետեւ ասում է երբ մարդ սկսում է բարեգործություն անել, սատանան սկսում է հիշեցնել նրա աղքատությունը։ Այդպես թող չլինի, այլ իսկապես կողոտելով սատանայի գլուխը կարողանանք մեկս մյուսի շրջապատին լավ նայել եւ փորձել յուրաքանչյուրի մեջ տեսնել այդ Քրիստոսին, որ աղքատի տեսքով շրջում է մեր կողքերին։ Շնորհակալություն։ Սամվել, խնդրեմ։ Ես ճիշտ ասած նախ կուզեի, մենք մոռացանք նշենք մի կարևոր բան, նաև երիտասարդներ, ովքեր կուզեն միանալ, համալրել մեր շարքերը, մենք նաև մեծ սիրով ուրախ ենք նաև ընդունել, համեր շարքերը ընդունել նմանատիպ պատրաստական երիտասարդների, ովքեր կոպիտ ասած պատրաստ են շատ փոքր, բայց կարևոր առաքելություն վերցնել իրենց ուսերին, իսկ որպես մաղթանք մեր հեռուստադիտողներին ու առասարակ մաղթում եմ մի շատ կարևոր բան, որ կյանքում մենք ստանանք ոչ թե այն, ինչ մենք ենք ուզում, հա, այլ այն, ինչ իրապես կարևոր է մեզ համար, իրապես պետք է մեզ, որտեղ երբեմն մեր ցանկացած բաները հակասում են Աստծո կամքին, այսպես ասեմ։ Ինչ որ Աստված ուզում են անենք, հա։ Այսքանը։ Շատ լավ է, խնդրեմ։ Ես կեզրափակեի երևի թե ավետարանական մի փոքրիկ պատգամով, որ հենց մեր ձեռք մեկնիր ծրագրի կարգախոսն է, առավել երանելի է տալը, քան առնելը։ Շատ շնորհակալություն, սիրելի հյուրեր, հարգելի բարեկամներ, իմ հյուրերն էին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան Քահանա Ազարյանը եւ Հայ առաքելական եկեղեցու գուգարած թեմի Վանաձորի Նարեկացի երիտասարդաց միության անդամներ Սամվել Վանյանը եւ Էմա Գրիգորյանը։ Այսօր մենք զրուցեցինք ձեր մեկնիր ծրագրի մասին, որը իր մեկնարկը կվերցնի դեկտեմբերի 1-ից նոր ուժով, նոր թափով եւ կընդգրկի իր մեջ շատ ու շատ մեր քաղաքացիների, մեր հեռուստադիտողների, ես կցանկանամ, որ մի քիչ բարիանակ հետևելով մեր եթերին, չնայած ես չեմ կասկածում, որ մեր առավոտյան եթերը չար մարդիկ են դիտում, այդպիսի բան չկա, մեր ծրագիրը բարի լույս է կոչվում, նշանակում է բարի մարդկանց ենք մենք ակնկալում, բարի մարդկանց օգնությունն ու բարությունն ենք ակնկալում, իսկ բարությունը դա բնավորություն է։ Եթե ձեր մեջ ինչ որ մի բան այնպես չէ, մի քիչ չարացած եք, մի քիչ նեղացած եք ինչ որ մեկից, դիտելով մեր այսօրվա ծրագիրը բարիացեք, լցվեք բարությամբ եւ ձեր բարության մի մասնիկը հատկացրեք ձեռք մեկնիր ծրագրին, քանզի բարին է փրկելու աշխարհը։ Շնորհակալություն։ Ներեցեք, եթե կարելի մի բան ամփոփելու համար, ի վերջո
ամեն դեպքում կոպիտ ասած ամփոփիչ մի բան ասեմ ուղղակի մենք կխնդրենք նաև մեր քաղաքացիների, համաքաղաքացիների, հեռուստադիտողների աղոթքները մեր ծրագրի հաջողության համար։ Այո, աղոթենք անպայման։ Շնորհակալություն այս գեղեցիկ հանդիպման համար, ձեր գործերին հաջողություն եմ մաղթում եւ ինձ թվում է ձեր յուրաքանչյուր հաջողությունը ոչ թե ինձ թվում է, ես համոզված եմ, որ ձեր յուրաքանչյուր հաջողությունը դա մեր հաջողությունն է, իսկ մեր հեռուստաընկերության դռները բաց են ձեր ցանկացած բարի նախաձեռնության համար, սիրելի երիտասարդներ, խոսքս ձեզ եմ ուղղում, համեցեք ամեն օր ամեն ժամ, ինչ որ կունենաք ասելու, ինչ որ կունենաք կիսվելու, ինչ որ կունենաք արած, անգամ այն ինչը որ չեք հասցրել անել, ես սիրով ձեզ սպասում եմ, բարի լույսի դռները բաց են բոլոր բարի մարդկանց առաջ եւ թող ձեր բոլոր գործերը պարտադիր լուսաբանվեն։ Շատ մարդիկ ասում են, չէ, չեմ ուզում, ինչու ոչ։ Սա շատ կարևոր հանգամանք է, սա իմ կարծիքն է եւ ես ուզում եմ, որ բարությունը ամենուր իշխի եւ այդ բարությունը նաեւ փոխանցվի կապույտ էկրանից մեր հեռուստադիտողներին, մեր հանրությանը։ Միշտ սպասում եմ ձեզ, բարով եկեք եւ իհարկե բարի ճանապարհ եմ մաղթում իմ հյուրերին, սիրելի բարեկամներ, կրկին նրանց սպասելով մեր տաղավարում։ Շնորհակալություն հանդիպման համար։ Շուրջ մեկ ամիս երիտասարդաց միության անդամների ջանքերով ծրագիրն իրագործվեց ողջ քաղաքում, ընդգրկելով նաև հարևան Շահումյան գյուղը։ Ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բոլոր բուհերը եւ 20 դպրոցներ։ Այս տարի ընտանիքների թիվը շատ էր, հետեւաբար եւ ծրագրի աջակիցներն օրեցօր ավելանում էին։ Իրենց արտադրանքով ծրագրի շրջանակներում կարիքավոր ընտանիքներին ձեռք մեկնեցին Գլորիա, Սարտոն, Բազում, Կարի արտադրամասերը, Դիետ եւ կատնագործ կատնամթերքի, Գրիսար, Հարատից զովացուցիչ ըմբելիքների, Հելեն Արթրուշակեղենի արտադրամասերը, Դբալավը եւ Ժպիտ հագուստի խանութ սրահները, Արշին Ինվեստ եւ Բիբլոս բանկերը, ինչպես նաեւ անհատ բարերարներ եւ պարզապես բարի կամքի թեր մարդիկ։ Ծրագրին իրենց զգալի աջակցություն ունեցան նաև Երուսաղեմի ժառանգավորած վարժարանի եւ ընծայարանի սաները, շուրջ 400,000 դրամի չափով։ Սննդի պաշարը սակայն երիտասարդները լրացրեցին ոչ միայն հավաքված գումարով սնունդ գնելով, այլև սննդի համար նախատեսված մեծարգղեր տեղադրելով քաղաքի խոշոր խանութներում՝ Սպարապետ, Green Plaza, Trio, Ոսկյա եւ Smile սուպերմարկետում։ Իսկ խիստ կարիքավոր շուրջ 20 ընտանիք ստացան նաև ֆինանսական աջակցություն 10-ից 20,000 դրամի չափով։ Ուրախալին այն է, որ Տրպազան հոր օրհնությամբ այս տարի բավականին լայն ընդհարթակ վեցրեցին, անցած տարվա 30 ընտանիքի դիմաց ծրագրեցին 50 ընտանիքներ, որ եւ փառքաստո պատվով դուրս կգան, ամեն մեկը իր առևտրից, ամեն մեկը իր տան ունեցածից, ամեն մեկը իր գրպանից, ամեն մեկը իր աշխատավայրում ինչ որ մի գործ անելով, այսինքն եթե շատ հետաքրքիր բարեգործական մի այսպիսի ցանկ ու ծրագիր ստացվեց։ Ամեն մեկի լուման կարծես թե կա մարդկանց, ովքեր որ կա։ Իհարկե առիթ օգտվելով կուզենայի իմ առանձնակի օրհնություններն ու շնորհակալությունը բերել մեր ազգաբնակչությանը, մեր քաղաքաբնակներին, իսկ մեր երիտասարդին առավելաբար շնորհակալություն հայտնել իրենց ջանասիրության, ջանաթավության համար եւ մաղթել հատկապես այս ընտանիքներին խաղաղ տարեմուտ եւ Սուրբծննդյան օրերը եռանդուն սիրով, խաղաղությամբ ու քաղցրությամբ մտնելու իրագործելու։ Առանձնահատկությունն այս ծրագրի հատկապես կանում է նրանում, որ երբ ես նշեցի, որ ընտրվում են ընտանիքները, այդ ընտանիքների ընտրության ժամանակ եւ հետագայում նույնպես ամբողջ տարվա ընթացքում սոցիալական աշխատանք է կատարվում, որի հիմնական սիրտը կազմում է հոգեվորականի հետ շփումը, հոգեվորականի մուտքը տվյալ ընտանիք, որպեսզի մեր քաղաքականությունը, ռազմավարությունը, հոգեվոր սոցիալական ռազմավարությունն այս է, որ եթե ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով տվյալ դեպքում, մենք համարում ենք, որ նրան պետք է ոտքի կանգնեցնել հոգեվոր վիճակում։ Նրան պետք է հոգեվոր առումով զորացնել, որպեսզի նրա սոցիալական վիճակը կայունանա, զորանա եւ կայուն զորավոր լինի, այսպես ասած։ Եվ բնական է, որ ավելի առանձնահատուկ դարձնում ենք ամբողջ տարվա ընթացքում
Դրանք կլինեն մատնավոր առումով, ասենք տնօրինի առումով, կլինեն ասենք մատնավոր կանչի առումով, որոշակի կապ ունենալու ընտանիքի հետ, բայց այդ ընտանիքները անպայման կապ ունեն հոգեվարականի հետ, իրենց մատնավոր խնդիրները բերելով առանձնահատուկ աղոթքներ կատարելով այդ ընտանիքներն արդեն եկեղեցի են այցելում, կազմակերպված են լինում տվյալ դեպքում համայնքի շուրջը եւ այլն։ Իհարկե, շատ գործ կա այդ առումով անելու, սոցիալապես հասունացնելու, զորացնելու առումով, բայց որ սկսվել է եւ դա արդեն նահանջ չունի, սա ուրախալ է։ Դեկտեմբերի 26-ից 28-ը երիտասարդները առաջնորդությամբ Գուգարասթեմի առաջնորդ Տեր-Սեփու arczepiskopos Շուրջյանի արդեն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան նվերներով այցելեցին ընտանիքներին։ Երիտասարդների խոսքով ծրագիրն այսուհետ կլինի շարունակական շուրջ տարիա։ Եվ արդեն ունեցած անապահով ընտանիքների ցուցակով վերջիններս ողջ տարվա ընթացքում կժանան հնարավորինս օգտակար լինել ոչ միայն քաղաքի, այլև մարզի բնակիչներին։ Այս ծրագիրը կարծես մի յուրահատուկ մատաղի ձև լինի եւ առանձնահատուկ է նրանով, որ մենք կարծես թե միջնորդ ենք դառնում բարերարի եւ կարիքավոր ընտանիքի միջև։ Առանձնահատուկ է նրանով, որ պարզապես մարդուն դրթում ենք մտածել, ձեռք մեկնել իր դրացուն, իր հարևանին։ Եվ շնորհակալ ենք իհարկե բոլոր բարեգործներին, բոլոր անհատ բարերարներին, բոլոր խանութ սրահների տնօրեններին։ Մապրեն աստոտինանց երկար կյանք տա, հաջողություն տա։ Ծրագրի առանձնահատկությունը երիտասարդների բնորոշմամբ բարության եւ ողորմության գաղափարի տարածման մեջ է։ Այն կարծես ազդակ է կամ զանգ հիշեցում բոլորին, հիշելու կարիքավոր իր դրացուն հարևանին համակարգացուն։ Եվ Սուրբ Ծննդյան տոնին ընթരാճ մի պահ խորհելու, տալուքան ստանալու երջանկության ոսկե կանոնի մասին։ Առաջիկայում երիտասարդները պատրաստվում են ձեռք մեկնել արդեն Սուրբ Հարության տոնին ընթരാճ։ Դիվան Գուգարասթեմի։